Գյումրու մշակույթի վարժարանում այժմ 196 աշակերտ է սովորում։ Ուսուցումը կազմակերպվում է 5-ից 12-րդ դասարանների համար։ Տնօրենի խոսքերով դեռ վերակազմակերպման սկզբնական փուլում մտածել են, որ ավելի շատ աշակերտներ են ունենալու, սակայն ներկայում եղած թիվը բավական հեռու է սպասվածից։ Պատճառներից մեկը բնակչության չտեղեկացվածությունն է։ Հիմա վարժարանը կանգնած է որոշակի ֆինանսական դժվարությունների առաջ։ Պետք է ապահովված լինի հումքով, գործիքներով, սարքավորումներով, շատ թեկուզ, ասենք, օժանդակ նյութերով, որոնք անհրաժեշտ են։ Վարժարանը կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ է գործում։ Տնօրենն ասում է, երբ մշակույթի և կրթության ու գիտության նախարարության ներկայացուցիչներից մասնագետներ են այցելել դպրոց ծանոթանալու շենքային պայմաններին, եղել է որոշակի պայմանավորվածություն ֆինանսավորման հետ կապված։ Մշակույթի նախարարությունը խոստացել էր համաֆինանսավորել, բայց ինչքան ես գիտեմ, չի կատարվում ու երևի չկատարվի։ Ըստ տնօրեն Սուրեն Հովսեփյանի, քանի որ մշակութային ուղղվածություն ունի վարժարանը, հնարավոր է մշակույթի նախարարությունից որոշակի աջակցություն ակնկալել։ Ներկա պահին սպասում են կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմանը։ Տնօրենը վստահեցնում է, որ այն այլ կերպ է կազմակերպվելու։ Հաշվարկներ են կատարում, որպեսզի եւ մշակույթի բաժինը եւ հանրակրթության բաժինը ֆինանսավորվեն։ Որպես ավագ դպրոցի ֆինանսավորման եղանակը, որը մնացած դպրոցներում քաղաքի կամ մարզի կամ հանրապետության, դրանից տարբերվում է։ Ֆինանսավորումը 2014 թվականի հունվարից սկսած հաշվարկը տանելու ենք ավագ դպրոցների նման, քանի որ շրջանառության մեջ է հիմա դրված կառավարության որոշում մասնագիտացված դպրոցների տիպային կանոնադրությունների վերաբերյալ հաստատվելու է նաև Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված կրթություն իրականացնող հաստատությունների ցանկ։ Կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետը փոխանցում է, որ երբ որոշումը լինի, կվերանայվի պայմանագիրը։ Այդ ժամանակ միայն վերահաշվարկ կկատարվի ֆինանսավորման ձևի փոփոխության հետ կապված։ Ֆինանսավորումը արդեն կհաշվարկվի այդ պահից մասնագիտացված հանրակրթական դպրոցների նման։ Ինչ թիվ կկանգնի, որ ինչպես որ կարգն է, այդ թվի վրա վերաբաշխումը կանենք։ Պատասխանատուն հավելում է, ՊՕԱԿ-ը դեռ մասնագիտացված ուսումնական հաստատության կարգավիճակ չունի։ Կառավարության որոշման նախագիծը շրջանառվում է, մինչ այդ այստեղ ֆինանսական խնդիրները դեռ չլուծված կմնան։ Վարժարանը սեպտեմբերից իր միջոցներով է կազմակերպում ուսուցումը, հատկապես դժվարություններ կան դիզայնի բաժնում։ Ռոկոկո ոճի, պատկերացրեք շրջազգեստի ներքևի մասի պարագիծը 3 մետրից պակաս չպետք է լինի, հենա թանկարժեք կտոր պետք է լինի։ Ուզորները պատկերացրեք պիտի շարունակվի մինչև վերջ, լեգիսատ է մեր աշխատանքը, տագից պետք է հագնենք միլ, շատ ծախսատար է, այս ամեն ինչը պետք է ապահովի դետալներով, նյութերով, կտորով։ Իհարկե մենք մեքենաներ ունենք, բայց հին մեքենաներ են, պահանջվում են մի քիչ ավելի բարձրակարգ մեքենաներ, որովհետև այս յուրաքանչյուր դետալը կարելու համար մեզ բավականին պրոցեսներ է պետք։ Այսինքն այդ հին մեքենաներով դժվար է արտուկել, կարել եւ այլն արտուկներ են պետք։ Բոլոր այս եւ այլ ծախսերին գումարվելու են նաեւ գիշերելու համար նախատեսված գումարները։ Սա արդեն տեղի ուժերով ու միջոցներով կազմակերպել հնարավոր չի լինի։ Եթե երեխան գիշերելու է, նշանակում է այստեղ աշխատողներ են պետք։ Մասնագետ են աշխատողներ։ Գիշերային քույր է պետք, դայակ է պետք, ճաշարանի աշխատող է պետք։ Սնունդի համար գումար է պետք։ Կրթության և գիտության նախարարությունից նշում են, որ համաձայն իրենց ծրագրածի բոլոր հաշվարկները ավարտին կհասցվեն մինչև տարվա կես, որպեսզի նոր ուսումնական տարում ուսուցումը հնարավոր լինի կազմակերպել այնպես, ինչպես հարկն է։ Նազելի Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։